Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ։ Պարոն Մաթևոսյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Մաթևոսյան, Նիկոլ Փաշինյանը այսօր Ղրղըզստանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ինչ է տալու Նիկոլ Փաշինյանին այս մասնակցությունը եւ արդյոք ինչ որ առումով ԵԱՏՄ-ի հետ կապված հարցեր գուցե եւ լուծվեն։ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերը Ղրղըզստանում կայանալիք նիստից հետո չեն կարգավորվելու։ ԵԱՏՄ հիմնական շուկան, այսինքն ռուսական շուկան շարունակելու է փակված մնալ Հայաստանի Հանրապետության համար, հայ արտադրողների համար, հայ գործարարների համար։ Բառացիորեն մի քանի րոպե առաջ մեր զրույցի մեկնարկից առաջ ընթերցում էի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքը, ով նշել էր հետևյալը, որ դրամատիկ է իհարկե այն ամեն ինչ տեղի ունենում առևտրաշրջանառության անկումը, բայց ինքը նաև նշում է հետևյալը, որ 3-4 տարի իրենք արդեն հայ գործընկերներին, այսինքն Նիկոլ Փաշինյանին զգուշացնում էին, այլ կերպ ասենք, փաստացի Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին 4 տարի զգուշացնում էր, որ այս քաղաքական կուրսը հանգեցնելու է տնտեսական առնվազն խնդիրների եւ հարաբերություններում խնդիրների, բայց Նիկոլ Փաշինյանը շատ գիտակցված ընտրություն է կատարել եւ այդ ընտրության արդյունքում հիմա գյուղացիները, գյուղմթերք արտահանողները իրենք կանգնած են շատ լուրջ խնդիրների առաջ եւ օրինակ վերջերս ռուսական մամուլի հայտ եկած լուրերից մեկը, որ Դաղստանում հնարավորություն չի եղել 10 բեռնատար բեռնված հայկական արտադրանքով մտնել Ռուսաստանի Դաշնությունը, խոսում է հետևյալի մասին, որ խոսակցությունները այն մասին, թե իբր թե հայկական գյուղմթերքը կամ այլ ապրանքները օրինակ արտահանվում են Սինգապուրից մինչև Եվրոպական միություն, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը եւ հիմնական շուկան ոնց եղել է հայ արտադրողների համար իրենց անկալումներում նաեւ եւ իրենց գործունեության տրամաբանության մեջ ռուսական շուկան այդպես ինքը շարունակում է մնալ այլ հարցը, որ քաղաքական պատճառներով այդ շուկան շարունակում է փակ մնալ ու եւս այստեղ մի կարեւոր նրբերանգ կա երեք եթե չեմ սխալվում Ռուբեն Ռուբինյանը դիմելով անդիմադիր պատգամավորներին նշում էր հետևյալը, բա մի հատ գնահատական տվեք Ռուսաստանի գործունեությանը, արդյոք մեր ապրանքները սահմանափակվել են Ռուսաստան արտահանումը իրենց սահմանափակվելը եւ դա արդյոք դա բարեկամական կամ թշնամական քայլ է Ռուսաստանի կողմից, ուղղակի խնդիրը կայանում է հետևյալում, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դա քաղաքական քայլ է, բայց Նիկոլ Փաշինյանը այդ որոշման մեջ մեղադրում է հայ արտադրողներին, տնտեսվարողներին։ Ինքը ասում է վատ արտադրության ձուկ ունենք, վատ արտադրության կատնամթերք, դե տրամաբանական է, որ ինքը չի ուտում, որովհետև 18 թվականից հետո առնվազն իր համար սոցիալ-տնտեսական իրողությունները փոխվել են, բայց խնդիրը կայանում է հետևյալը, մի հատ պետք է այստեղ սինխրոնիզացնել, որովհետև Ռուբեն Ռուբինյանը ինքը այլ տրամաբանություն է դնում իր ասացի մեջ, այո, Նիկոլ Փաշինյանը մեղադրում է արտադրողներին, ասում է մի հատ բարձրացրեք ձեր բոլորս էլ ուզում ենք իսկապես որ ավելի որակյալ արտադրանք լինի եւ սպառվի Հայաստանի ներսում եւ արտահանվի, բայց այստեղ սինխրոնիզացիայի խնդիր կա։ Ռուբեն Ռուբինյանը չենք դեմ է Նիկոլ Փաշինյանի քաղաքական գնահատականներին։ Պարոն Մաթևոսյան, դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը հստակ իր կողմնորոշում ունի, իր ընտրությունը կատարել է։ Այդ դեպքում ինչու է Նիկոլ Փաշինյանը չի բոյկոտում ԵԱՏՄ-ի շրջանակում կառույցների հանդիպումները, նիստերը, այստեղ պատրաստական գնում է ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ այլ կառույցների եւ նաեւ նույնիսկ նախաձեռնում է հեռախոսազանգեր, նույնիսկ չի սպասում, երբ իրեն կշնորհավորեն, բայց ընտրությունը կատարել ինչու քայլեր անում։ Եթե Թուրքիան եւ Եվրամիության մեր հարգարժան գործընկերները ֆինանսական առումով կարողանային կոմպենսացնել այն վնասները, որը մենք կրել ենք ռուսական շուկան փակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը վստահաբար ոչ միտեղ ոչ կզանգեր, ոչ կմեկներ նիստերի, որովհետև տրամաբանորեն տեղի ունենում այն նաև ինչ ուզում էին Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այսինքն Ռուսաստանի հետ ինտեգրացիոն կապերի այն աստիճանի խզում, որ տնտեսական փոխգործակցություն էլ դու չես ունենա։ Այստեղ խնդիրը թայմինգի մեջ է թայմինգի մեջ է իրականում։ Ինչի մասն է խոսքը։ Տեսեք, նաև շատ անկեղծ է, էլի երևի պետք լինել այս հարցի վերաբերյալ, հատկապես վերջին 4 տարիներին Հայաստանի Հանրապետության իշխանությունները հակառուսականության դոզան մաքսիմալի են հասցրել, հակառուսական քարոզիչները, օրինակ հանրային հեռուստաընկերությունից երևի տունել չեն գնում, ել չեմ ասում այլ լրատվամիջոցները, ինչի համար եմ էլ ես սա ուզում շեշտեմ,
կա շատ մեծ հավանականություն, որ հասարակությունը, եթե հանրաքվե անցկացվի եւ հարցը լինի հետեւել, դուք ուզում եք ԵԱՏՄ անդամ լինի Հայաստանը, թե Եվրամիության անդամ լինի, քաղաքացիների մեծամասնությունը կարող է կողմ քվեարկել Եվրամիությանը, բայց այստեղ խնդիրը կայանում է հետեւելում, եթե դա տեղի ունենա, շատ արագ տնտեսական բոլոր հնարավոր կապերը Ռուսաստանի Դաշնության հետ խզվելու են, 102-րդ ռազմաբազան դուրս է բերվելու Հայաստանի Հանրապետությունից, դա ռուսական կողմի նախաձեռնությունն է լինելու, սահմանապահներն են դուրս բերվելու եւ ստեղծվելու է մի իրավիճակ, որ Հայաստանը եւ տնտեսական եւ անվտանգային առումով երաշխավորներ չի ունենալու։ Նիկոլ Փաշինյանը հենց դա էլ ուզում էր Ռուսաստանի հետ լիակատար հարաբերությունների խզում, բայց կրկին ասեմ, խնդիրը թայմինգն է։ Խնդիրը այն է, որ անհրաժեշտ է պայմանական ինչ-որ բարեփոխումներ իրականացնել, հասնել ի վերջո Թուրքիայի Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթղթի ստորագրման, որը հնարավոր կլինի թուրքական աշխարհին, այո, ինտեգրման տնտեսական առումով, այ երբ որ դու կարողանաս գոնե մինիմալ առումով ռուսական շուկաները եւ այլն փոխարինես, գոնե ինչ որ առումով իրենք փորձեն պահպանել, այսպես ասած, տնտեսական դեմքը։ Այ հենց որ դա տեղի ունենար, այդ ժամանակ արդեն ռուսներին ասելու են ոչ թե էստի համեցեք, այլ հեռացնելու են տարածաշրջանից Հայաստանից։ Ռուսաստանն է անակնկալ մատուցել, երբ դրել է հստակ սահմանափակումներ եւ բավական շուտ է ասել՝ մի րոպե, ես հասկանում եմ ինչ եք անում, եկեք կողմնորոշվեք եւ ընտրություն կատարեք։ Այստեղ նույնիսկ գիտեք ոչ թե անակնկալի, ոչ թե անակնկալի հարցն է, այստեղ ես պարբերաբար իմ հրապարակային ելույթներում ես Ալեքսեյ Օվերչուկի գործոնի վրա շատ մեծ ուշադրություն եմ դարձնում։ Սա այն մարդն է, ուղիղ պատասխանատուն է Հայաստանի հետ ձևավորված հարաբերությունների մոդելի համար, այսինքն տնտեսությունը առաջնահերթ է, քաղաքական աշխարհակաղակական առումով կրկին ասեմ, այդ ժողովրդական խորհուրդ բրախենք տարածաշրջանը, մինչև տեսնենք Ուկրաինա ինչ անում, բայց այդ գիծը պարտվել է, բայց մենք նաև այսօր իր խոսքից իմանում ենք, որ թեպետ առաջնայինը տնտեսականն է եղել, աշխարհակաղակական ռիսկերի մասին Ռուսաստանի իշխանությունները նույնիսկ ուկրաինական պատերազմի պայմաններում տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության իշխանություններին, բայց Նիկոլ Փաշինյանը միտումնավոր այս քաղաքականությունը վարել է, ինչի արդյունքում տնտեսական պատժամիջոցների առջև ենք մենք կանգնել։ Ես նաև մի բան ասեմ, դուք հեռախոսազրույցների մասին խոսեցիք, հեռախոսազանգերի Միշուստինի հետ, Վլադիմիր Պուտինի հետ։ Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը հասկանում է թե չէ, բայց երբ որ ինքը զանգում է ռուս գործընկերների հետ զրուցում է եւ ուզում է հասնել նրան, որ ռուսական ապրանքներ, ռուսական շուկան կրկին հասանելի լինի հայկական արտադրողների համար, իրենք միջև վերջ չեն հասկանում, թե Ռուսաստանը ինչ է անում, որովհետև Նիկոլ Փաշինյանը հիմա խնդիր ունի ոչ թե հասնել նրան, որ կրկին շուկաները բաց լինի, ինքը առաջին հերթին պետք է մտածի, թե նոր պատժամիջոցների հետ կապված տնտեսական ինչ վարքագիծ է դրսևորվելու, ինչ նոր պատժամիջոցների մասին է խոսքը, եթե հիշում եք միջև ընտրությունները, ռուսական կողմը հրապարակում արեց, որ տարածքային կառավարման նախարարությունը նամակ է ստացել, որում Ռուսաստանի պաշտոնյաները, համապատասխան գերատեսչությունները խոսել են այն մասին, որ հնարավոր է վերանայվեն մի շարք երկկողմ պայմանագրեր էներգակիրների մատակարարման վերաբերյալ, վառելիքի մատակարարման վերաբերյալ, ադամանդների եւ այլն եւ այդպես շարունակ։ Իրենք սրա մասին պետք է մտածեն, թե ինչ են անելու այն ժամանակ, երբ որ տուրիստական հոսքերը Ռուսաստանից քաղաքական որոշմամբ սահմանափակվեն, միայն այս տարի, եթե ես չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, 400,000 ռուս զբոսաշրջիկ է եկել Հայաստանի Հանրապետություն, ինչ են իրենք անում, երբ որ գազի գինը թանկանալու է, մի քանի անգամ թանկանալու է, իսկ այլընտրանք իրենք, տեսեք, էլի վերջին ամիսները ցույց են տալիս, որ այլընտրանքը չկա։ Հեռախոսազրույցից հետո չէր, որ իրենց տնտեսական զարգացման նախարարը շատ հստակ ասաց, որ եվրասիական շուկայից եթե դուք դուրս եք գալիս, ապա գազը այլևս ձեզ չի վաճառվելու $177-ով։ Այսինքն հստակ ոչ միայն ես նկատում եմ դուք հողում եք անում այդ նամակներին, բայց վերջերս հստակ նաև այս առումով վերջնագիր ներկայացրեցին հենց Պուտինի հետ զրույցից հետո։ Նշանակ կրկին ասեմ, գազը թանկանալու է, բենզինը թանկանալու է, դիզել վառելիքը թանկանալու ու Ադրբեջանից եկող ապրանքները չեն կարող էլի դա կոմպենսացնեն։ Դրամական փոխանցումները ըստ երևույթին կարող են Ռուսաստանից սահմանափակվել, իրենք այդ ոսկու ադամանդների վերավաճառքի այդ հնարավորությունը եւս սահմանափակելու են։ Նիկոլ Փաշինյանը երբ որ զանգարում է եւ շփում է ունենում ռուս գործընկերների հետ, ինքը նախ եւ առաջ պետքա փորձի այս ընթացքը, իրականում պետք է փորձեր կանգնեցնել այս ընթացքը, բայց ինքը դա կամ չի հասկանում, կամ էլ իմ խորին համոզմամբ չի էլ ուզում։ Պարոն Մաթևոսյան, իրեն ասում են գնա հարակվե իրականացրել, այլ տարբերակա կանգնեցնելու։ Այս հարցը իրականում դուք շատ լավ հարց եք տալիս, ու ես այս հարցի մի փոքր նաև այլ տրամաբանությունից կփորձեմ մոտենամ։ Մի շարք փորձագետներ ինչ են ասում են, դե եթե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ուզենա արել,
ինքը չի կարող դա անել, որովհետև պայմանականորեն Թուրքիան, Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները հենց սա էլ ուզում են Նիկոլ Փաշինյանից, հենց սրա համար էլ իրեն բերել են, որ ինքը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզի։ Ես չեմ ժխտում, որ տրամաբանությունը դա է, բայց երբ որ իրենք ասում են, որ մեկ մարդը չի կարող ինչ-որ որոշում կայացնել, ապա իմ մոտ տպավորությունն է, որ այս մարդիկ ընդհանրապես վերջին տարիներին երևի Հայաստանում չեն եղել։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանի անձնական որոշմամբ է Արցախը հանձնվել Ադրբեջանին։ Եվ ես նաև այս խոսքը որպես առիթ օգտագործեմ մի բանի մասին եմ ուզում խոսել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում երբ որ Փաշինյանը Արցախը հանձնում էր Ադրբեջանին կային նաև բանակցություններ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ռուսական կողմը նույնիսկ քարտեզ էր հրապարակում եւ ես կխնդրեի հիմա այս քարտեզը ներկայացնել մեր հեռուստադիտողներին այնտեղ հստակ մատնանշված էր ուղիները որոնցով Հայաստանը երկաթ գծով կապվելու է Ռուսաստանի Դաշնության հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Նախիջևանով, ու ինչն էր նաև կարևորը, ռուսական կողմի հրապարակած քարտեզում կար առանձին Արցախի Հանրապետությունը, որը նշված էր ռուս խաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտի, Արցախի մայրաքաղաքն էլ նշված էր որպես Ստեփանակերտ։ Եթե Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերի 6-ին չհանձներ Արցախը Ադրբեջանին, մենք կոմունիկացիաների իրական ապաշրջափակում կունենայինք նշված երթուղով, որ այդ քարտեզով հրապարակվել է ռուսական կողմի, բայց ինքը անձնապես որոշում կայացրեց, որ դա տենց չի լինելու։ Բայց այն ժամանակ ինչպես էին մեկնաբանում, ասում էին, որովհետև մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը շատ կարևոր է եւ մենք չենք պատրաստվում որևէ վերահսկողություն տալ Ռուսաստանին։ Ու այստեղ գնում է Ուրեմն այդ դեպքում եկեք մենք գնանք հետեւյալը, հենց այդ պահին էլ իրենք պետք է պահանջեին, որ ռուս սահմանապահները դուրս գային Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանից ամբողջ երկայնքից որ վերահսկողությունը ամբողջությամբ չլինի։ Դե եթե այստեղ ինքնիշխանության հետ խնդիր կա, այդ նոյեմբերի 9-ի պայմանագրի 9-րդ կետը, ապա ուրեմն կա նաև խնդիր սահմանի վերահսկողության հետ։ Թե այստեղ դու կարողանում ես տնտեսապես եւ ռազմական առումով շահույթ ունենաս, օգուտ ունենաս, դրա համար դու կողմ ես, որ ռուսները այնտեղ լինեն, իսկ այստեղ դու դեմ ես, անայդ մենք ընդհանրապես նաև հասել ենք մի հատ մարազմի, երբ որ իշխանական փորձագետները ասում են, որ չեմ նոյեմբերի 9-ը ավելի շահավետ էր Ադրբեջանին, քան օրինակ Թրիպը։ Ինչով էր նոյեմբերի 9-ը Ադրբեջանին շահավետ, նրանով որ կար Արցախի հանրապետություն, նրանով որ Ադրբեջանը իր վրա պարտավորություններ նաև փաստացիորեն ստանձնել։ Նոյեմբերի 9-ում նշված է Ռուսաստանի անունը հենց նույն կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապ։ Հիմա Ռուսաստանի անունը չկա, հիմա Ռուսաստանի անունը չկա։ Եվ Ադրբեջանի արտգործնախարարը օրերս հենց այս շաբաթվա ընթացքում է դա եղել, ասել է, որ Ադրբեջանը մեծամասամբ իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կատարել է կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում, հերթը հիմա Հայաստանին է։ Ադրբեջանը ինչ արել, ինքը ուղղակի թույլ է տալիս որոշակի ապրանքներ Ադրբեջանի տարածքով գան Վրաստան ու մտնեն Հայաստանի Հանրապետություն, այսինքն դասական իմաստով սահմանի բացման մասին խոսք չկա։ Այս դրվագն էլ ասեմ ու արդեն իշխանական պատգամներ կային, որ նույնիսկ պնդում էին, որ ուղիղ Ադրբեջանի տարածքից է Հայաստան ապրանքներ մտնում։ Այստեղ ինձ թվում է տարական գիտելիքների պակասի խնդիր կա, դրանով է պայմանավորված, բայց ես մի հատ էլ այս դրվագի վրա ուշադրություն դարձնենք ու արդեն շարունակենք մեր զրույցի սկզբնական մասից էլի, տեսեք, նույն Ռուբեն Ռուբինյանի խոսքը ազգային ժողով, որտեղ ինքը դիմելով, եթե չեմ սխալվում, Քրիստինե Վարդանին ասում է, որ Ռուսաստանը մեր համար իմա սպառնալիք է, թե չէ ուղիղ հարցին պատասխանեք, եւ նաեւ կրկին խոսվում է 2022 թվականի իրադարձությունների մասին, Փաշինյանն էլ էր, չէ, վերջերս կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասում են, ինչ ենք մենք արել 22 թվականին, երբ որ ՀԱՊԿ չէր ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ուրեմն տեսեք էլի, սա դասական մանիպուլյացիա է ժամանակագրության առումով։ Իրենք ընտրել են ժամանակի մեջ ինչ-որ մի հատ առանձին օր, առանձին դրվագ եւ իրենց մտորումները, իրենց վերլուծությունները այդ օրվանից սկսած փորձում են հասարակության վրա հրամցնել։ Ինչի մասին է խոսքը։ Իրենք ասում են եղավ հարձակումը ջերմուկի վրա, մենք քաղաքական փաթեթավորում չստացանք Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից, որը ուզում էինք ստանալ, այդ պատճառով էլ մենք չընդունեցինք իրենց քաղաքական գնահատական է։ Այ հիմա տեսեք, իսկ ջերմուկի դեպքերին ինչ էր նախորդել 2022 թվական ռուս-ուկրաինական պատերազմը մեկնարկեց, Նիկոլ Փաշինյանը հայտնվում է ազգային ժողովում եւ հայտարարում է, ասում է մենք պատրաստ ենք, մենք կարծում ենք, որ պետք է իջեցվի Հայաստանի սպասելիքների նշաձողը Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Դրանից հետո ձևավորվում է դիմադրության շարժում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ինքը չի հասնում հաջողության, երբ որ ինքը չի հասնում հաջողության,
գալիս է պահը, երբ որ Նիկոլ Փաշինյանի ասածը դու պետքա կյանքի կոչես, այսինքն իջացնես սպասելիքների նշաձողը Արցախի կարգավիճակի վերաբերյալ ու ջերմուկի վրա հարձակումը առիթ դառը, որ հենց այդ սպասելիքների նշաձողը իջեցվի։ Ջերմուկը Նիկոլ Փաշինյանին, ես միգուցե շատ կոպիտ ձևակերպում եմ հիմա տալիս, բայց դա օգնեց իրեն հանձնել Արցախը Ադրբեջանին։ Եթե մենք այս կետից ենք սկսում մտորումները, այսինքն օգնել են Փաշինյանին, որ հարձակվել են մեր տարածքի վրա։ Իրենք հարձակումը կազմակերպեցին, դրանից հետո ինքը հանձնեց Արցախը Ադրբեջանին։ Էսա կատարվել։ Դրա համար, երբ որ դու ինչ-որ մի առանձին դրվագ փորձում ես վերլուծես, դու ոչ թե այդ առանձին օրը պետքա վերլուծես։ Օրինակ ոնց են, չէ՞, մեր արևմտյան հարգարժան գործընկերները ռուս-ուկրաինական կոնֆլիկտը վերլուծում են 22 թվականի փետրվարի 24-ից սկսած։ Դրան նախորդող իրադարձությունները մեծ մասամբ իրենք այսպես մոռացության են մտնում։ Լավ, բայց պարոն Մարտիրոսյան, տեսեք, հիմա իրենք ինչ են ասում։ Մի վարքան ամեն ինչ։ Ես ինչի համար եմ հասա ասում, անձնական որոշում է եղել մի մարդու, Նիկոլ Փաշինյանը, որ պետք է հանձնի Արցախը Ադրբեջանին։ Ինքը դա կյանքի է կոչել եւ հիմա երբ որ ասում են, որ ինքը չի կարող Ռուսաստանի հարաբերությունները կարգավորել, որովհետեւ այնտեղ կա, չգիտեմ, արևմուտքից ճնշում, Թուրքիայից ճնշում, օքեյ, այդ ճնշումը կա, բայց այն ժամանակ էլ կար պայմանավորվածություն Ռուսաստանի հետ։ Ինքը անձնապես որոշում կայացրեց, որ ինքը դրժում է այդ պայմանավորվածությունները։ Խնդիրը կայանում է ոչ թե նրանում, որ ինքը միանձնյա չի կարող որոշում կայացնել, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լարվածության թոթափմանը, լավ, այսպես ձևակերպել, խնդիրը կայանում է նրանում, որ ինքը դա չի ուզում անի, որ ինքը իշխանության եկել է հենց այդ պատճառով, ու այն վնասները, որ հիմա կրում են տնտեսվարողները, իրեն չի հետաքրքրում։ Այս կետին մենք կվերադառնանք, բայց քանի որ դուք խոսեցիք 2022 թվականի ջերմուկի վրա հարձակման մասին, այստեղ ես ուզում եմ իշխանությունների մեկ արդարացում մատնանշել։ Անկախ նրանից, նրանց ինչ որ պայմանավորվածություն է եղել, նրանց ինչ որ ալիբի են տվել, հնարավորություն են տվել նշաձող իջեցնելու եւ այլն, իրենք ասում են, փաստ են արձանագրում, ասում են, մենք պաշտոնապես դիմել ենք, չէ, հապկին եկեք եւ մեզ աջակցեք։ Նրանք չեն եկել եւ մեզ չեն աջակցել։ Առաջինը թող մի հատ ցույց տան, հրապարակեն փաթեթը, որը ՀԱՊԿ-ը առաջարկել է Հայաստանին որպես օգնություն, վերջին այսն է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան, եթե ես չեմ սխալվում, դրանից հետո իդեպ մենք ընդունեցինք Հռոմի ստատուտը, որով Պուտինը չի կարող այցելել Հայաստանի։ Տեսեք էլի ինչ պարադոքսալ վիճակ է, Ալիևը ֆորմալ առումով կարող է այցելի Հայաստան, Պուտինը չի կարող այցելի։ Նախ թող հրապարակեն փաթեթը, որը ՀԱՊԿ-ը առաջարկել է, ռազմատեխնիկական եւ այլ աջակցության, եւ երկրորդը։ Տեսեք, ինչ ա եղել միջև այդ իրադարձությունները։ Նիկոլ Փաշինյանն չէ գնացել Մոսկվայում, Ռուսաստանում, պայմանավորվել, որ կողմերը պետք է ստեղծեն հանձնաժողով դելիմիտացիա եւ դեմարկացիայի։ Այո։ Հիմա եթե մենք իրենց տրամաբանությամբ ենք շարժում, չի ստացվում, որ եթե դու ընդունում ես, որ սահման ունի դելիմիտացիայի դեմարկացիայի կարիք, ուրեմն դու եւս ճանաչում ես, որ սահմանների ճանաչման հետ կապված կա խնդիր։ Դու ուզում ես սահմանները հստակեցվեն, այդպես է թե ոչ։ Իհարկե այդպես է։ Տրամաբանորեն այդպես է, բայց ինքը ումից է հիմա բողոքում։ Այստեղ խնդիրը կայանում է հետեւյալում։ Ի սկզբանե այս իշխանության աշխարհաքաղաքական նպատակը եղել է բոլոր հնարավոր գնելով Ռուսաստանը տարածաշրջանից դուրս բերել։ Հիմա մենք ուղղակի դրա արարներից մեկին ենք ականատեսնում։ Ուղղակի այստեղ Ռուսաստանը խաղի կանոնն է փոխում։ Եթե դուք ուզում եք մեզ հանել ձեր պայմաններով, մենք կարող է դուրս գանք, կարող է դուրս չգանք, բայց գործելու ենք մեր պայմաններով։ Եվ եթե դուք խախտում եք մեր իրավունքները, մենք էլ խախտելու ենք ձեր իրավունքները։ Հիմա գանք հենց այս կետին, դուք ասացիք, որ երբ նա զանգում է օրինակ Պուտինի հետ խոսալու, նա չի հասկանում, չի գիտակցում, թե Ռուսաստանը այս բան ինչ է անում։ Մենք կարող ենք ձևակերպել Ռուսաստանը այս բան ինչ է անում, այսինքն վերջնագիր է ներկայացրել եւ Փաշինյանին մանևրելու որևէ հնարավորություն չի տալիս։ Եվ երկրորդ, եթե Փաշինյանը ասում եք ունի հստակ պայմանավորվածություններ եւ միանձնյա այդ որոշումը միևնույն է չի կազմելու, այդ դեպքում Փաշինյանը ինչ է անելու, որովհետև այս պահին կարծես նա հստակ երկընտրանքի առջև է կանգնած եւ որևէ այլ տարբերակ նա չունի։ Ինչ է անում Ռուսաստանը։ Նաեւ ինչ է անում Փաշինյանը։ Եթե ես չեմ սխալվում, մենք ՏԶ ընտրություններից առաջել էինք հանդիպել եւ ես սրա մասին նշել եմ, որ Ռուսաստանի պատժամիջոցները իրանք կապ չունեն ընտրության հետ։ Հետ ընտրական փուլում եւս հանդիպել ենք եւ ես նույն բանը ասել եմ, պատժամիջոցները Ռուսաստանի կապ չունեն ընտրությունների հետ։ Ուղղակի աշխարհաքաղաքական այսպես զարգացումների եւ քաղաքական զարգացումների առումով համընկավ այդ շրջանը։ Օվերչուկի խոսքն եկավ դա ապացուցել, որ մի քանի տարի իրենք զգուշացնում էին։ Տեսեք, Եվրամիության մեր հարգարժան գործընկերները, եւ եթե դու կարդում ես եվրոպական մամուլը, դու տեսնում ես, որ իրենք դա չեն էլ թաքցնում, որ 30-ական թվականներին իրենք պատրաստվում են Ռուսաստանի հետ բախման, պատերազմի բախման։ Ռուսաստանի խնդիրը շատ պարզ է, հասկանալ այդ բախման ժամանակ Հայաստանը որ ճամբարում է լինելու, որը պատերազմելու է Ռուսաստանի դեմ,
թե այն ճամբարում, որը նեյտրալ է լինելու, առնվազն։ Լավ, ես չեմ ասում դաշնակից է լինելու Ռուսաստանին, չի գնալու էլի Ռուսաստանի հետ պատերազմի եվրոպացիներ, գերմանացիների դեմ, օրինակ։ Ռուսաստանի խնդիրը սա է։ Իրենք ասում են կողմնորոշվեք։ Եթե դուք այս ճամբարում եք, խնդիր չկա, դա ձեր ինքնիշխան որոշումն է, ուղղակի մենք այդ պարագայում չենք ֆինանսավորելու Հայաստանի տնտեսությունը։ Էսա ռուսների ասածը։ Տեսեք, իրենք նաև ինչ են ասում, որ եթե ընտրությունը դա է, ապա Հայաստանի հետ տեղի ունենալիք հետագա զարգացումները այլևս մեր պատասխանատվության տիրույթում չեն։ Իսկ ինչ զարգացումների մասն է խոսքը, տեսեք, էլի օրինակ Հայաստանում իշխանական լրատվամիջոցները այտենց շատ մեծ ողջավորությամբ են ընդունել լուրը այն մասին, որ Թուրքիան սկսել է աշխատանքները կամ պլանավորում է սկսել աշխատանքները դեպի Գյումրի երկաթգծի վերականգնման։ Նրանք փորձում են դրա տակ տնտեսական բաղադրիչ տեսնել։ Ես էլ դրա տակ օրինակ տեսնում եմ ռազմական բաղադրիչ, իրենք ռազմական լոգիստիկան Հայաստանին մոտեցնելու համար աշխատանքներ են սկսում։ Ռուսաստանը իր վրա դրա այդ զարգացումների հետագա պատասխանատվությունը իր վրա է թոթափելու։ Ես միգուցե վատ բան եմ ասում, միգուցե որոշակի անձանց գնահատականներով ալարմիստական բան եմ ասում, բայց էս է իրականությունը։ Մենք սրա հետ հիմա հաշվի նստելու ենք, թե հաշվի չենք նստելու, ինչ ընտրություն ենք մենք կատարելու, դա հայ ժողովրդի Հայաստանի։ Լավ, բայց եկանք դրան, որ Ռուսաստանը հստակ վերջնագիրը ներկայացրել է։ Ինչ է անում Փաշինյանը։ Երբ զանգում է, երբ գնում է, այսինքն նա հստակ գիտակցում է, չէ, որ այս պահին էլ մանևրելու տարբերակ չունի նա։ 8 տարի ստացվել է մանևրել։ 8 տարի ստացվել է մանևրել եւ նաեւ Ալեքսեյ Ավերչուկի, Դմիտրի Կոզակի եւ այլ անձանց շնորհիվ ինքը կարողանում էր դրան հասնել։ Տրամաբանությունն է, որ իրենք փորձում են այդ համակարգը եւս վերականգնել կամ գոնե փորձել կասեցնել այս ընթացքը միգուցե, բայց դա չի ստացվելու։ Պարոն Մաթևոսյան, դուք նաև հաղորդման սկզբում ասացիք, եթե Թուրքիան կամ այսպես ասած Արևմուտքը հնարավորություններ տար Փաշինյանին, Փաշինյանը արդեն վաղուց դուրս էր եկել, բայց պարզապես հասկանում է, որ անկումը ցավոտ է լինելու։ Ինչու է այնտեղ Փաշինյանին երաշխիքներ չեն տալիս։ Ինչու հիմա չեն ապահովում այդ բարենպաստ պայմանները, որպեսզի նա հեշտ իր ընտրությունը կատարի։ Եթե դեմ չեք, ես մեր այս զրույցի այս հատվածում մի հատ դրվագ պատմեմ մեր շփումից եթերից դուրս։ Ինչի մասին է խոսքը։ Հիշում եք 2022 թվականի իրադարձությունները, երբ որ Արցախը սկսեց բլոկադայի ենթարկվել։ Այո։ Մենք այլ ֆորմատով, այլ հեռուստաընկերության նաև եթերում զդ հանդիպել ենք եւ ես այնտեղ ասացի, որ այս բլոկադան ինքը հանգեցնելու է նրան, որ Արցախը հայաթափվելու է։ Ու մեր քննարկման կադրից դուրս քննարկման առանցքային էր, որ շատերը կան, ովքեր համաձայն են այս գնահատականի հետ, բայց իրանք եթերից դուրս դա բարձրաձայնում են, իսկ եթերում այլ գնահատականներ են տալիս, որովհետև հանրությանը դա դուր չի գալիս, որովհետև հանրությունը ինքը կարող է այլ։ Այո, մենք այն ժամանակ քննարկում ենք, որ դուք շատ եք քննադատվում ձեր այդ գնահատականների համար։ Հիմա իրականությունը կայանում է նրանում, որ նույն տրամաբանությամբ ես կարծում եմ մենք պետք է այս իրավիճակին մոտենանք։ Ես կարող եմ վատ բաներ եմ ասում, կարող ինչ որ մարդկանց դա դուր չի գալիս այն ինչ որ ես ասում եմ, բայց իրականությունը սա է։ Ոչ ոք Հայաստանին չի կոմպենսացնելու այն խնդիրները, որոնք առաջացել են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների լարումից ու ամեն մարդ, ամեն առանձին քաղաքացի իր վրա, իր կյանքի որակի վրա փոփոխության զգալու է։ Այն իմաստով, որ տեսեք 21 թվականի ընտրությունները Ռուսաստանը դրանց արդյունքը ճանաչեց, լեգիտիմ էր համարում Նիկոլ Փաշինյանն եւ իր հետ համապատասխան հարաբերություններ հաստատեց։ Հիմա իրանք ընտրությունների արդյունքները չեն ճանաչել, այսինքն իրենց ընկալմամբ կա լեգիտիմության պակաս։ Ես չեմ ասում դա տենց է, թե տենց չի։ Մենք փորձում ենք վերլուծել ռուսական կողմի մոտեցումը ու այս մոտեցման արդյունքները Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները իրենց առօրյա կյանքի վրա զգալու են։ Այս է կատարվում։ Տրամաբանությունը զարգացումների հենց սա է լինելու։ Այսինքն այն կողմից ամեն դեպքում Հայաստանը ինտեգրման որևէ հնարավորություն չի ստանալու։ Խոսքը Եվրամիության ինտեգրման։ Այո։ Որովհետև այս պահին, երբ մենք կանգնենք այդ փակուղու առջև, այդ թվում գազի, էներգետիկա եւ այլնի առումով, ինչ վիճակում է հայտնվելու Հայաստանը։ Հայաստանի Հանրապետությունը եվրոպացի մեր հարգարժան գործընկերներին անհրաժեշտ է այս պահի դրությամբ եւ շատ երկար ժամանակ այս տրամաբանությամբ ենք մենք իրանց պետք որպես գործիք, որով դու կարաս վնաս տաս Ռուսաստանի Դաշնությանը։ Այն պահին, երբ որ վերջին ռուս զինծառայողը դուրս գա Հայաստանի Հանրապետության տարածքից, մենք դադարելու ենք հետաքրքիր լինել եվրոպացիների համար, որովհետեւ մենք մեր պատմական իր առաքելությունը իրանց ընկալմամբ մենք կատարելու ենք։ Մենք հարավային Կովկասում վնաս ենք տալու Ռուսաստանին։
Այս սրա մասին է ես ասում, որ ես ոնց 22-23 թվականներին ասում եի այն ինչին ես հավատում եի ու զարգացումները այդ տրամաբանությամբ էլ գնացին, նույնն էլ էստեղ է։ Ոմանց կարող է սա դուր գա, ոմանց կարող է սա դուր չգա, ոմանք կարող են ասել, չգիտեմ, բանը իրանք օկուպանտներ են եւ այլն։ Ես հիմա դա չեմ քննարկում, Ռուսաստանի Դաշնության զորքերի մասին է խոսքը։ Ես ասում եմ, որ զարգացումները այս տրամաբանությամբ են գնալու։ Քեզ անցալում են որպես գործիք, որով կարող են վնաս տալ Ռուսաստանի Դաշնությանը, ու հենց դու այդ առաքելությունը կատարես, դու այլևս հետաքրքիր չես լինելու։ Նույնը իդեպ սպասում է նաև Ուկրաինային, այն պահին, երբ որ գնահատվի, որ Ուկրաինան այլևս վնաս չի կարող տալ Ռուսաստանին այնքան ինչքան իրանք կուզենային, որ վնաս տային, ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ նաև Եվրամիության մեր հարգարժան գործընկերները կարող են ներկայիս աջակցությունը Ուկրաինային դադարել։ Ու սա է իրականությունը։ Հիմա մարդկանց սա դուր է գալիս, դուր չի գալիս։ Ես վատ բան եմ ասում, ես վատ տեսք ունեմ հիմա այս գնահատականները տալուսը, ինձ դա անկեղծ ասած այս պայդրությամբ չի հետաքրքրում։ Ես ուզում եմ այստեղ ապրեմ, դրա համար եմ ես սրա մասին խոսում։ Մենք խոսում ենք հավաքական արևմուտքի մասին, ես ուզում եմ հատուկ առանձնացնել Միացյալ Նահանգներին, արդյոք Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների համար հետաքրքիր է թե ոչ, սա քննարկենք նույն այդ կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում, որովհետև հիմա կարծես Միացյալ Նահանգները արագացնում է այդ Թրամփի ուղու իրականացման գործընթացը։ Մենք գիտենք, որ երեք Թրամփի հատուկ բանագնացի խորհրդականը Հայաստանում էր, նաև գիտենք, որ Արադ Միրզոյանի այդ հանդիպման ժամանակ նաև Սոկոլովը, որը շատ է քննարկվում, այստեղ ռուսական հետքն է եւ այլն, դրան էլ կանդրադառնանք, նա էլ էր մասնակցում։ Գիտենք, որ Հայաստանը շատ արագ սկսել է վավերացման գործընթացը, կառավարության որոշումից հետո արդեն սեպտեմբերի սկզբին սահմանադրական դատանն է քննարկելու, հա, այդ թրիփի սահմանադրականության հարցը։ Հիմա այս առումով մենք Միացյալ Նահանգներին հետաքրքիր ենք թե ոչ, եւ արդյոք նաեւ Սոկոլովի այդ մասնակցությունը հիմնադրամին նշանակում է, որ Ռուսաստանը ինչ որ առումով ներգրավել է այդ ծրագրի մեջ, խնդրեմ։ Անկախ նրանից, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ոնց են ուզում այս տարածքը օգտագործել կենտրոնական Ասիայում եղած օգտակար հանածոները օգտագործելու համատեքստում, թե ոնց է դա ուզում օգտագործել Եվրամիությունը, իրականությունը հասել է մի հատ կետի, որ նույնիսկ Ռուսաստանը, եթե մի կողմ ենք թողնում, առանց իրանական կողմի շահերի հաշվի առնելուն, TRIP նախագիծը 2025 թվականի օգոստոսին ձևավորված տեսքով ինքը չի իրականացվելու։ Ինքը չի իրականացվելու։ Ես չեմ հիշում ձեր մոտ այս առիթով Կատուլիկ վերջնական համաձայնությամբ պետք է գան Իրանի հետ եւ Իրանը պետք է դա այլևս իր համար սպառնալիք չդիտարկի։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր հարձակում է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ հասնում է իր ռազմավարական նպատակներին, այսինքն հասնում է Իրանում ռեժիմի փոփոխությանը եւ այնպիսի ռեժիմ է հաստատվում, որը բարիդրացիական վերաբերմունք կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Չասենք դրածո անիմաստ է դառնում։ Ամբողջ Իրանի տարածքը թրիպ է դառնում։ Դու ամբողջ Իրանի տարածքով կարաս ապրանքաշրջանառություն իրականացես։ Եթե Իրանը հաղթում է վերջնական այս համատեքստում, ապա Իրանը կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր, այսպես ասած, մոտենալու փուլը իր սահմաններին իր համար սպառնալիք։ Շատ լավ, բայց գուցե դա ինչ որ առումով նաև գիտակցելով, որ գուցե պատերազմի ընթացքը տարբեր լինի, հա, պատերազմի արդյունքը տարբեր լինի, հիմա Միացյալ Նահանգները կարծես արագացնում է գործընթացը, ընդ որում ոչ միայն ժամկետների առումով, այլ նաև բյուջեն է կրկնապատկել։ Հետևաբար նրան պետք է այս պահին թրիփի հարցը արագ լուծել։ Այս բյուջեի հետ կապված օրինակ տեսեք, Ռեշտ Աստարամի նախագիծ կա, որի ընդհանուր արժեքն է 1 միլիարդ 600 միլիոն դոլար, որից 1 միլիարդ 300 միլիոնը ներդնում է Ռուսաստանի Դաշնությունը, սա առաջինը, երկրորդը, իսկ մեզ մոտ ինչքան են ներդնում, ընդամենը 420 միլիոն դոլարի մասին է, չէ՞ խոսք։ Ես ինչու այս թվերը նշեցի, որովհետեւ 402 Լավ, եկեք ամենասենց բարձրը ասենք 420 միլիոն, ենթադրենք։ Նախ մի հատ ներդրումային ծավալների տարբերությունը պատկերացնենք։ Ես ինչի համար եմ էլի սա ասում, որովհետև նաև քարոզչություն ունեն, որ Ամերիկայից փողեր կգան, ավելի շատ կգան, ներդրումները ավելի մեծ կլինեն, այդ տարբերությունը զգացեք էլի 1.6 միլիոն, որից 1.3 ռուսներն են տալիս, 1.400 միլիոն, որը ամերիկացիներն են տալիս, եւ դա ներդրվելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, որովհետև այնտեղ ըստ կանոնա կարգի փաստաթղթերի, որոնք գոնե հրապարակայնացվել են, նաև կենտրոնական Ասիայում ինչ որ գործընթացներ կարող են ֆինանսավորվել, թեպետ իհարկե մեծամասնությունը ֆինանսավորվելու է այդտեղ, բայց այստեղ մենք արդեն գալիս ենք նրան, ինչի մասին նաև ձեզ այդ զրույցում, օրինակ, եթե չեմ սխալվում, Տիգրան Քոչարյանն էր խոսում, Սոկոլովի անձը։ Ինքը մարդ է, որը ըստ տրամաբանության ռուսական պետական վերնախավի համար ընդունելի է որպես բանակցային գործընկեր, որովհետև
ռուսական պետական կապիտալը Հայաստանում, երբ որ իր սեփականության այդ ձևը փոխում է, որոշ դեպքերում այդ սեփականությունը անցնում է հենց Սոկոլովին։ Այսինքն սա գիտեք ինչի մասին է խոսում, որ ես նշեցի, որ Իրանի գործոնը պետք է հաշվի առնես, բայց դու նաև պետք է հաշվի առնես Ռուսաստանի գործոնը։ Եվ ըստ երևույթին Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր հարգարժան գործընկերները այս գործոնը հաշվի են առնում։ Նույնիսկ այն հանգամանքը, որ իրենք այդ հիմնադրամի ղեկավար են նշանակում մի մարդով, այսպես ասեմ, ֆիզիկապես ռուսերեն խոսալ գիտի։ Ինքը կոմունիկացվելու խնդիր չունի ռուս գործընկերների հետ, դա արդեն խոսում է այն մասին, որ օրինակ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգներում հասկանում են, որ դու գոնե ինչ-որ մի մասով պետք է տարածաշրջանի խաղացողների շահերը հաշվի առնես։ Իրենք իրենց մասով իմ գնահատմամբ, ես իհարկե կարող եմ սխալվեմ, բայց Սոկոլովին նշանակելով փորձում են կոնֆլիկտայնությունը նվազեցնել այդ նախագծի։ Այսինքն այս դեպքում Ռուսաստանը այլևս խնդիր չի տեսնելու այդ Թրամփի ուղղամեջ։ Մոտ ապագայում մենք այս հարցի պատասխանը կտեսնենք, բայց գալով մեր զրույցի սկզբին Ռուսաստանը ինքը նաև ինչ ասում, ինքը նաև ոչ միայն խոսում է հանրաքվե իրականացնելու անհրաժեշտության մասին, ինքը նաև այդ թրիպի վերաբերյալ գնահատականները ինչպիսին են, որ թրիպ նախագծի իրականացման պայմաններում եթե Ռուսաստանը ներգրավի, տարածաշրջանի երկրները եւս, այսպես ասած, դրանից օգուտներ կունենան, բարձր որ Ռուսաստանը իր շահերն այն է, որ ես պատրաստ եմ ներգրավել եւ մասնակցել։ Փորձում են իրենց շահերը, այսպես ասած, այստեղ սպասարկել, բայց այստեղ գիտեք մենք ինչ խնդրի առաջ ենք կանգնել։ Եթե դու պատրաստակամություն ես հայտնում երրորդ կողմին հանձնել քո տարածքով անցնող ինչ-որ մի կոմունիկացիա, այս պարագայում անդիմությունը ասում է, որ դու Թուրքիային ես հանձնում, իշխանությունը ասում է մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին ենք հանձնում, բայց կոնսենսուսը որտեղ որ ինչ-որ մեկին հանձնում են, չէ՞։ Եթե դու պատրաստ ես դա հանձնել երրորդ կողմին, ով ասաց, որ չորրորդ կողմը չի կարող պայմանավորվել երրորդ կողմի հետ, կամ ով ասաց, որ չորրորդ կողմը չի կարող հավակնություններ ցուցաբերել այն բանի նկատմամբ, ինչը դու պատրաստ ես երրորդ կողմին հանձնել։ Այսինքն այստեղ մենք հստակ խոսում ենք ինքնիշխանության բացակայության մասին, որ մեր փոխարեն արդեն որոշում են ով ում ինչ է հանձնում։ Մենք հասել ենք մի հատ կետի, երբ որ Ադրբեջանը պնդում է, որ դու պետք է իրականացնես հանրաքվե սահմանադրության վերաբերյալ, Ռուսաստանը ասում է, որ դու պետք է հանրաքվե անցկացնես ԵՄ-ԵԱՏՄ հարցով, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր հարգարժան գործընկերներն էլ, ինչպես դուք նշեցիք, փորձում են արագացնել գործընթացները ելնելով իրենց շահերից։ Էսա ինքնիշխան Փաշինյանական Հայաստանի իրականությունը։ Պարոն Մաթևոսյան, Ադրբեջանով շատ կարճ ամփոփենք, դուք ասացիք Ադրբեջանը պնդում է, Ադրբեջանից օրինակ Հաջիևի շուրթերով արդեն հստակ խոսում են, կարծես ինչ որ ծրագրված պլանների, ժամկետների մասին այդ հանրաքվեն իրականացնելու, հստակ ասում են, որ Հայաստանը պետք է շուտով փոխի իր սահմանադրությունը, որ մենք գնանք խաղաղության պայմանագրի ստորագրման։ Այսօր բանից իմացանք, մեր նախարարներից արտահայտության նախարարից իմացանք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք սահմանադրական մեծամասնություն չունեն, իրենք կարող են սահմանադրության հանրաքվեի, այսպես ասած, օրը որոշել ստորագրահավաք իրականացնելով, որովհետև մեր սահմանադրությունը դրա հնարավորությունը տալիս է, այսինքն եթե դու 200,000 ստորագրություն ես հավաքում, դա ազգային ժողովը չի վավերացնում, այդ ստորագրությունների հիմք հանդիսացած փաստը չի վավերացնում, օրինակ չի նշանակում հանրաքվեի օրը եւս 300,000 ստորագրություն ես հավաքում եւ հանրաքվեն իրականացվում է։ Սրանով իհարկե մասնագիտական մեկնաբանության խնդիր կա, որովհետև մեզ հյուրընկալված իրավաբաններն էլ ասում են սահմանությանը դա չի վերաբերում, բայց ես հասկանում եմ ձեր միտքը։ Դուք նկատում եք, որ իշխանությունը արդեն հստակ ճանապարհային քարտեզը գծել է, իրար հետ որոշել է։ Ու ամփոփելով ես մի բան ասեմ, ազգային ժողովի ներկայիս կազմի եւ նրա կյանքի եւ այլնի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, որ 9-րդ գումարման ազգային ժողովը երկար կյանք չունենա, որ լինեն արտահերթ ընտրություններ, բայց ամենակարևորը, տեսեք, Նիկոլ Փաշինյանը վերցնում է նոր սահմանադրության փաթեթը, գալիս է ազգային ժողով եւ ասում է Ժորժ ջան, եթե դուք այս սահմանադրության փաթեթը չեք ընդունում, վաղը Ադրբեջանը պատերազմ է սկսում։ Այս ելույթին Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը պատասխան ունի, թե ոչ։ Ձեզ ունի։ Ես չգիտեմ այս հարցի պատասխանը, բայց սա հարց է, որը մոտ ապագայում մենք տեսնելու ենք, իրենք այս քարոզը տանելու են եւ երբ որ այս մարդը ասում էր, որ մեզ սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է սպասում, այս խոսքերին պետք չէ վերաբերվել որպես ուղղակի Նիկոլ Փաշինյանի կողմից արած ինչ որ էպոտաժային հայտարարություն։ Բայց հիմա իրենք իրենց են հերքում։ Հիմա իրենք իրենց հերքում են, ասում են չէ պատերազմ չի լինելու, որովհետեւ մենք բերել ենք։ Եթե Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով, ասի որ պատերազմի լինել չլինելու հարցը պայմանավորված է նոր սահմանադրության ընդունմամբ ազգային ժողովով, ու եթե դուք չեք ընդունում սահմանադրությունը նոր, լինելու է նոր պատերազմ, ընդդիմությունը այս հարցի պատասխանը ունի, թե ոչ։ Այս
հարցի պատասխանը ես ձեզ ուղղակի խնդրում եմ փորձեք ստանալ Այո։ ձեր տաղավար հյուրընկալվող Հաջորդ падգամավորներից ընդդիմադիր падգամավորին ես կողմ եմ իրենք այս հարցի պատասխանը ունեն, թե ոչ մեր բոլորիս շահերից է բխում, որ 9-րդ գումարման ազգային ժողովը երկար կյանք չունենա։ Ու սա ուղիղ շահկապված է իմ կողմից բարձրաձայնած հարցի հետ։ Այսինքն հստակ առիթն է անվստահություն հայտնելու, ճիշտ եմ հասկանում։ Շնորհակալ եմ ես ձեզ։ Ձեզ շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ, մենք կհանդիպենք վաղ նույն ժամին, լավ եղեք։